Նորից բարև, նորից ես եմ, ժողովուրդ ջան, ուզում եմ ձեր հետ, գիտեք ինչի մասին խոսամ, մեր թոշակառուներ ջան, ձեր ցավը տանեմ, դուք, ինչի, նայեք, հիմա մենք քվեարկություններ ենք անում, հիմա վիրտուալ խորհրդարանը հենց այն գործիքն է, որ իշխանությունը վերադարձնում է ժողովրդին, այնց տպավորությունն է, ոնց որ մեր ամեն շաբաթը մեկ մեր մոտ իշխանությունը եղել է ժողովրդի ձեռը, հիմա նոր То есть այս ամենը նոր բան է, որը ինչ ստեղծում է, ու դուք էլ այս ամեն ինչը ինձ թվում է արդեն սկսում եք քիչ-քիչ ծանոթանալը, հասկանալը, որ սա նոր կառավարման մոդել է, որը մտնելու է մեր պետության կառավարման մեջ։ Մենք բոլորս միասին մեր քվեարկությունների միջոցով որոշելու ենք, թե մեր ապագան ոնց առնելու։ Ու ստե խնդիրը գիտեք որն եմ ես տեսնում, հա դուք հենց ծանոթանում եք, հասկանում եմ ես այս ամեն ինչին, մի հատ հենց կողքից եք նայում, բայց ես ուզում եմ որ դուք ակտիվ մասնակցեք, մեկնաբանեք, քննարկենք այս հարցերը միասին։ Հիմա նայեք, այս 78 հոգուց 87%-ը համաձայն է, որ իրականում վիրտուալ խորհրդանի միջոցով մենք կարողանանք մեր պետությունը կառավարենք։ Այսինքն վիրտուալ խորհրդանային գործիքն է, որի միջոցով մենք բոլորս իշխանությունը վերցնում ենք մեր ձեռը։ Ոչ թե մի խումբ մարդիկ, այլ ընդհանուր հասարակությունն է վերցնում։ Ու հիմա այս տպավորությունը ոնց որ դա սովորական բան է լինի մեր համար, ոչ մի բան չենք խոսում։ Այդ 1500 հոգի մարդ է գաղափարի մեջ, բայց քննարկում չկա, ոնց հասկանամ, սա նորմալ երևույթ չի։ Այսինքն ձեզի հեղափոխական մի մոդել են առաջարկում, դուք էդի ուզում եք, բայց դրա մասին ոչ մեկը ոչ մի բան չի խոսում։ Սա խնդիր է։ Սա իրականում խնդիր է, ոնց կարելի է։ Դուք ընդունում եք մի նոր մոդել, բայց չեք ուզում այդ մոդելի մասին ոչ խոսացվի, ոչ չեմ քննարկվի։ Սա ճիշտ չի։ Ես Ռոբերտ Մադոյան, ձեր ցավը տանեմ, շնորհակալություն ձեր մեկնաբանության համար։ Այս խնդիրը, այս մոդելը եթե մտնում է, նախ կազատվեն մեծամիտներից, այսինքն մեր իշխանական մեծամիտներից, մեր դեմ խաղ չկա, արմատախիլ կլինի, իրականում այդ խաղը, որ մեր դեմ խաղ չկա, կա Հայաստանում, դրանք սաղ արմատախիլ կլինեն։ Չի լինի ինչ ուզում են, այն էլ բանակցում են։ Ճիշտ ասում մարդը, էլ ոչ մեկ չի կարող ինչ ուզի բանակցի։ Միայն ժողովուրդը պետք է որոշի ինչ պետք է բանակցի։ Ինչի դուք չեք մասնակցում այս ամենին։ Ինչի ձեր ապագան չի հետաքրքրում ձեզի։ Սա մի նոր կառավարման մոդել է, որտեղ հենց դուք բոլորդ պետք է մասնակցեք, քննարկեք, սա է հենց ամենակարևորը։ Եթե դուք չմասնակցեք, չքննարկեք, մեր համակարգում ոչ մի բան չի փոխվի, մեր կյանքն չի բարելավի։ Հենց այդ է պահանջում, որ բոլորը դառնանք պահանջատեր, ձեր խոսքը արտահայտեք։ Մինչև դուք ձեր խոսքը չարտահայտեք, պահանջ չունենաք, ոչ մի բան այս կյանքում չի փոխվի։ Այդ ժամանակ արդեն մարդը ճիշտ է գրում է, էլ չի լինի ինչ ուզում են, այն էլ բանակցում եմ։ Արդեն հասարակությունը կասի ով եք դուք, կսկսվի վեր ընկնի տեղը, то есть գցեք ամեն մեկը իր տեղը կընկնի։ Արդեն հասարակությունը ճիշտ ուղղություն կընտրի։ Ինքն է գրում է, մտքեր գրեք մեկնաբանություններում, իրականում դուք 50%-ը մոտ թոշակառուներ, դուք այն մասան է, որ ամենագիտակիցն է մեր հասարակության մեջ, ձեր փորձը, ձեր գիտելիքները, ինչի չեք օգտագործում մեր ապագայի կառուցմանը, հենց դուք առաջինները պետք է ակտիվ լինեք ու մասնակցեք, գրեք, քննարկեք, ինչ վտանգ եք տենում, օրինակ 10%-ը գրելա չէ, ես համաձայն չեմ, ոչ դա սխալ մեթոդ է, 87%-ի համեմատ, այդ 10%-ն չի, ինչն եք սխալ գտնում, գրեք հասկանանք, իրականում եթե սխալ է մենք բոլորս էլ այդ սխալը տենանք, ստե խնդիրը հենց այդ է, որ մենք իրար հետ պետք է քննարկենք այս հարցերը, ստե մենակ քվեարկություն չի, խփեցինք անցանք, ոչ սա պետք է բոլոր, սա ձեր օրենքներն է, դուք կառուցում եք ապագա, ծրագրավորում եք ապագա, եթե դուք չքննարկեք այս խնդիրները, որի մեջ մենք ենք, այս խնդիրները լուծում չի տա, միայն քվեարկությունը չի, սա մենք պետք է բոլորիս հասանելի, հասկանալի դառնա յուրաքանչյուր մանրամասը, յուրաքանչյուր հարցի մանրամասը,
Մենք պետք է կարողանանք իրար հետ վերլուծենք այս ամեն ինչը, որ ճիշտ ուղղությամբ գնանք։ Մենք ծրագրավորում ենք ապագա, ո՞նց։ Ո՞նց ենք ծրագրավորում, եթե մենք դրա մեջ ոչ ուզում ենք քննարկել, մենք то есть թողում ենք նույնը մի քանի հոգի որոշի մեր ապագան ու դրա համար այս օրին հասնենք։ Հենց խնդիրը դա ֆունդամենտալ փոխվում ամեն ինչը։ Բոլորդ եք մասնակցում այս ամենին, բոլորդ քննարկեք, մեկնաբանեք, կարծիքը ձեր արտահայտեք, առաջարկեք։ Հեսա մի քանի բաներ եմ ուզում կարդամ, դուք հասկանաք, որ պետք է Հայաստանում ներդրվի պարտադիր քվեարկություն, ապահովելու ավելի ներկայացուցչական կառավարություն։ 88%-ը այո է գրել։ Բայց քննարկում չկա, քննարկում։ Մի հոգի է գրել, հեսա բացեմ տենանք։ Մատնահետքը հենց գրավական է, արդար թափանցիկ ընտրության վիրտուալ պարլամենտում։ Ես քո ցավը տանեմ, Իվետա ջան։ Ես քո հետ 2-0 համաձայն եմ, բա ոնց, յուրաքանչյուր մարդ իր մատնահետքով մտնի իր հենց ոնց որ ասած բաժինը ու տեղից արդեն արտահայտի իր ամեն ինչը։ Որ ամեն մեկը տենա ով է ինչ խոսում։ Սա մի քաղաքակիրթ մոդել է, սա ոչ թե բռի բուխտի ամեն մեկին 5000 դրամ խափեն ազգին տանեն կործանման, այլ սա քաղաքակիրթ, որ հենց մեր պետությունը կհզորացնի։ Մյուսին անցնեմ։ Պետք է արդյոք իշխանությունները կատարեն ժողովրդի քվեարկության որոշված պահանջները։ 96%-ը գրել է այո։ Մի տոկոսն է ոչ ա գրել, չեմ հասկանում, ինչի ես ոչ գրել։ Եթե ոչ ես գրում, գրի մեկնաբանություններն եմ հասկանամ։ Հիմա մի հոգի մեկնաբանել է։ Ոչ բոլորը, եթե խելամիտ պահանջներ են։ Դե ոչ բոլորը խելամիտ պահանջներ են, բայց հենց հասարակությունն է որոշելու, ո՞րն է խելամիտ։ Ինչի թվում հասարակության բանականության, հավաքական բանականությունից էան ավելի խելամիտ կլինի։ Բայց հենց այդ է։ Ես շնորհակալ եմ ձեր մեկնաբանության համար։ Հենց այդ ամեն ինչը դրա համար այդ ճիշտ քննարկումների միջոցով է հելնելու։ Հասարակությունը պետք է ունենա մշտական վերահսկողական կառավարության որոշումների վրա։ Այո, պետք է ներմուծել թվային կառավարում 88%-ը։ Բայց մի հատ մեկնաբանություն չկա։ То есть ձեր սաղ կյանքում տենց է եղել, հիմա դրա համար պետք չի, հա, ոնց եղել է։ Դուք ոնց որ հիմա եք անտարբեր, ոնց որ հիմիկվա կյանքում եք անտարբեր ձեր խնդիրների համար, դրա համար ձեր խնդիրների մեջ ենք։ Որտեղ բոլորս մեզի դրել ենք անտարբերի համար, մեր խնդիրը չի դասում ենք, բայց իրականում ենք դատախված ենք այս խնդիրների մեջ։ Չպետք է լինենք անտարբեր։ Մենք մեր խնդիրները իրար հետ պետք է քննարկելով լուծենք, սա է տարբերությունը։ Մենք պետք է արդեն ակտիվ մասնակցենք յուրաքանչյուր խնդրին։ Ոչ թե մեր տեղը ուրիշը որոշի, կործանի մեզի։ Վայ Աստվածան։ Պետք է փոխվի ընտրական համակարգը, ավելի արդար ընտրությունները ապահովելու համար։ Ու հագին մեծ մաս քվեարկել է 96%-ը այո, պետք է փոխվի, բայց մի հոգի մի հատ չի քննարկում։ Թե դա ո՞նց պետք է լինի։ Ո՞նց պետք է լինի։ Մենք այս ինչ համակարգ ենք ուզում մտցնենք, ձեզի չի հետաքրքրում։ Դուք սովորեք մեկ անի, այդ բերի ձեզի, այդ շինում ձեր ցավը տանում։ Մեկը միշտ որ անում է, իր համար է անում։ Ուրիշը որ անում է, իր համար անում։ Հենց թե միտքը այդ է, մենք բոլորով պետք է համախմբենք այդ ամեն հարցերը լուծենք։ Մենք չպետք է թողենք ուրիշները լուծեն։ Ստե հենց ձեր ակտիվությունն է կարևոր։ Սա ձեր խնդիրն է։ Եթե դուք ձեր խնդրին տեր չեք կայնում, ուրեմն ոչ մեկ չի կայնելու ձեր խնդրի։ Եթե դուք անտեսում եք ձեր խնդիրները, բայելով պետք է ձեր խնդիրը լուծի։ Եթե դուք չեք ուզում լուծեք։ Ստե ոչ մի բանը չի օգնի։ Ոչ վիրտուալ խորհրդան, ոչ մի բան,
դուք սա ամեն ինչը կկործնեք այդ հայերթով։ Էսի ձևի անտարբերությունը, էսի դեգրադացիա, չի կարելի սենց, խնդրում եմ ակտիվացեք, ակտիվ յուրաքանչյուր հարցը պետք է քննարկվի, յուրաքանչյուր այս ամենի քվեարկության հարցը պետք է մեկնաբանություններում հասարակությունը քննարկումներ սկսի։ Մենք խնդիրներ պետք է լուծենք, սենց ենք լուծելու։ Սենց խաղը հա կնոք են սխմիկ անցան գնացին։ Սա խաղ չի, սա իրականությունն է։ Սա ուղղակի սենց վիրտուալ ձևով ենք մեր խնդիրները լուծելու։ Կամ սենց պետք է լուծենք բոլորս իրար հետ միասին։ Կամ են նույն համակարգը թողում ենք ու վсё։ Թող ինչ ուզում են անեն մեր ազգի հետ, մեր պետությանն հետ։ Թող կտոր տան։ Թող մեզ հերթով սենց չամադանները վեգալ են էտան մի օր էլ վсё սախ պրսնի ու պրսնի։ Էս եք ուզում։ Կամ խելքի եք գալի բոլորովս իրար հետ կառուցում ենք մեր ապագան ծրագրավորում ենք, կամ էլ վсё ամեն ինչը փակում ենք ու ոչ մի բան չենք անում։ Բոլորդ ակտիվ, սա մեր ապագան է, մենք կառուցում ենք մեր ապագան, ծրագրավորում ենք մեր ապագան, ուրեմն բոլորդ է պարտավոր եք մասնակցեք այս ամեն ինչին, ոչ թե միայն մտքով, այլ ձեր մասնակցությամբ։ Պետք է ստեղծվի հանրային բաց հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան ուղղակիորեն շփվել կառավարողների հետ։ 95% այո։ Բայց հենց այդ է, հենց այս վիրտուալ խորհրդանն է, դուք քննարկեք այս ամեն ինչը մեկնաբանեք, կտենաք, որ սա կառավարող, սա այդ Նիկոլից բնա սա գալու են կարդան ձեր ասածները, որ իրանց էսի ուղեցույց լինի, որտեղ իրանց աշխատանքը կատարեն։ Սա դուք ուղեցույց եք դառնալու կառավարության համար։ Սա յուրաքանչյուր որոշումը սա հենց ուղեցույց է իրանց համար։ Թե ոնց պետք է լինի։ Դրա համար ակտիվ եղեք, քննարկեք։ Վայ, ձենս է կտրվավ, այնքան գոռացի ձեր վրա, ձեր ցավը տանեմ։ Կներեք, որ ձենս բարձրացի, բայց դե իրականում սենց չի կարելի։ Սենց չի կարելի։ Դուք անտեսում եք ձեր ապագան, ձեր երեխեքի ապագան եք անտեսում։ Դուք ուզում եք ձեր երեխեներ ապրի, սենց տառապելով, ոնց որ հիմա է, այս ամեն ինչը ինչ տերվում է, ինչ ունենք։ Հա, է չեք ուզում մի հատ նորմալ ապագա կառուցենք, մեզնից հետո էլ մի հատ կարգին երկիր թողենք, ապագա թողենք ծրագրավորված մեր երեխեքի համար։ Սա մենք բոլորս այս ոնց որ ասես քարին իրար հետ պետք է կառուցենք այս ամեն ինչը։ Եթե դուք մտածում եք ուրիշները պետք է անեն, դե ինչ ասեմ։ Հենա ուրիշները արեցին էլի։ Տվին։ Սա հորը այդ կռիվն է, մեր քաղաքական դաշտը նայում ես իրար են կրծում, ինչի համար, որը մենք ամեն մեկը մի բան կարանա տա։ Այդ ոտնչ չի։ Ոտնչի ու մենք ոչխար չենք, ազգ ենք, չէ, այմար։ Մենք իրավունք ունենք, մենք կառավարենք մեր ապագան, մեր պետությունը։ Պետք է ելնենք այդ գիպնոզի մեջից, մենք ելնենք այդ ստրկությունից։ Մենք սովոր ենք ստրուկ ելնենք։ Մենք պետք է ելնենք այս ստրուկությունից։ Մենք պետք է մեր ձենը բարձրացնենք, մեր պահանջը մենք վերադարձնենք օրենքով նախատեսված, սահմանադրության մեջ է գրված է ժողովրդի իշխանությունը, յուրաքանչյուրի իշխանությունը։ Այս գործիքներն ամեն ինչը ստեղծված է ձեր համար։ Հիմա ժամանակն է, զարթնեք, ապագան ձերն է, կառուցեք, ստեղծեք, դուք քիչ ամեն ինչը սարքում եք, համակարգն եք սարքել, օրենքներն եք սարքում, ամեն ինչը կառուցում եք, որպեսզի ձեր ապագան բարգավաճի եւ հզորանա։ Դրա համար եմ ասում, ժամանակն է, խոսացեք, ով հասկացել է այս գաղափարը, տարածեք, ձեր պարտքն է, որ ամեն օր մեկը մի հոգու բերի, ամեն օր մեկը մի հոգու բերի, մենք ինչքան շատանանք, այնքան մենք կհզորանանք։ Դրա համար յուրաքանչյուրը, ով հասկացել է գաղափարի իմաստը, որ ինքը դառնում է այս երկրի տերը, կառավարիչը, որոշողը, այս վիրտուալ խորհրդանով, այս գաղափարի միտքը, նա պարտավոր է մեկին բերի, ամեն օր մեկին բացատրի, ցույց տա, ասեք մտի մի հատ ժողովուրդը տես ինչ է պահանջում, առաջի հերթին կարդա լսի ժողովրդի ձայնը,
Ժողովուրդը ինչ որոշումներ է կայացնում, ինչ պահանջներ է դնում կառավարության դեմը, ինչ ֆունդամենտ է դնում նոր համակարգի, որտեղ ինքը ուզում ապրի։ Հիմա եթե մենք 10,000 հոգի ենք, 1000 հոգի ենք, 1500, մի քանի ամսից կլինենք 10,000 հոգի, ես չեմ կասկածում դրան, բայց այդ 10,000 հոգին խուլ ու համր պետք չի, սա գաղափար է, մենք պետք է իրան կատարելագործենք, այս մատրիցան պետք է աշխատի, ոչ թե ես սայթի դեմը նստեմ, իմ գլուխը երևա խոսամ, ոչ սա պետք է աշխատի, գործի, ինքը շատանա, մեծանա, ինքը դառնա հզոր ուժ, որ ես էլ չնեմ, գաղափարը գնա ու գնա, սա ձեր մեջ անմահություն է, սա գնալու է, սա փրկությունն է մեր ժողովրդի, մենք ստեղծում ենք նոր համակարգ կառավարման, որը մեզի հզորացնում է։ Կանխի արդյոք կառույցյան ու չարաշահումները, եթե բյուջեն բաշխման մասին որոշումները կայացնեն հանրային քվեարկությամբ։ 76% այո։ Դե ձեր ցավը տանեմ, դուք այնքան խելացի եք, ես չեմ կասկածում, որ դուք շատ խելացի եք, դուք շատ ճիշտ քվեարկության պատասխաններ եք տալի, որոշումներ եք կայացնում, բայց այդ ամեն ինչը լուր է, չգիտեմ վախն է խոսում, թե ինչն է խոսում, այս դրանցյալն է խոսում մեր պատմության, գուցե այդ ամենն է, բայց ժամանակն է, այս ամեն ինչին տեր կայնել, սա մի հատ Աստծո տված պարգև է մեզ բոլորիս, որ մենք պետք է դա օգտագործենք, այն որ մեկը խեղդվում է օվկիանոսում, օգնի Աստված օգնի, այն մեկն է լոդկով գալիս է, ասում արի օգնեմ, ախպեր ասում է, չէ, ես Աստծուն եմ սպասում, հիմա նույնն է գալի ձեր է, ինչ եք ուզում, այ մարդ, ինչ եք տվել, ինչ եք ուզում, ձեզ տվրված է այն հնարավորությունը, որ սա օգտագործելով ձեր բարեկեցությունը կբարձրանա ու պետության հզորացումը, բոլորդ էլ ավելի կիրթ կլինեք, ավելի քաղաքակիրթ, կստեղծենք մի նոր հասարակություն, որտեղ յուրաքանչյուրս բոլոր խնդիրները կորոշենք այս անտեր քվեարկությունների միջոցով, սա մի նոր մոդել է ապրելու, սա մենք որ ներդնենք, սա աշխարհը մեզ կտեսնի։ Նայեք, պետք է որ թոշակների սոցիալական օգնության չափը որոշվի հանրային քվեարկությամբ, այլ ոչ թե կառավարության կողմից։ 91%-ը այո են ասել, որ ուզում են հասարակությունը որոշի, ոչ թե մի խումբ մարդին, թե թոշակառուները ինչքան պետք է ստանան, ճիշտ են ասում։ Թոշակառուներ ջան, դուք էստե լավ եք քվեարկում, բայց մյուս տեղները չեք քվեարկում, ինչի։ Մենակ ձեր մասին եք մտածում, ձեր երեխեքի մասին չեք մտածում։ Ես այս ձենս գոռում եմ, ես ու մենակ ձեզ չեմ ուզում լավ լինի, ես ուզում եմ բոլորին լավ լինի։ Հա, օրակարգ բերվելա թոշակառուների խնդիրը, այդ խնդիրն ենք բարձրացնում, բայց սա ընդհանուր գլոբալ մեր հասարակության խնդիրն է, մեր պետության։ Սա մեր ապագայի խնդիրն է։ Խնդրում եմ ակտիվ եղեք, դրա համար բոլորն են քվեարկություններին ամեն հարցին ձեր պատասխանը տվեք։ Ձեզ ինչ պետք է, սա հասարակության խնդիրներն ենք մենք բարձրացնում ստե։ Ստե բոլորս պետք է ակտիվ լինենք, որ այս խնդիրները լուծում տանք։ Կա արդյոք վստահություն, որ ժողովուրդն ավելի լավ կկառավարի երկիրը, քան ներկայիս իշխանությունները։ 91%-ը ասում են այո։ Ես ձեր ցավը տանեմ, ինչ ասեմ։ Ես ձեր ցավը տանեմ, բայց դուք 91% ասում եք, մենք ավելի լավ կկառավարենք, քան թե ներկայինս։ Իհարկե, ես չեմ կասկածում։ Ձեր բոլորի հավաքված բանականությունը 100 անգամ ավելի լավ կաշխատի, քան թե ներկա իշխանությունը, քան թե նախկին։ Դու այդքան ավելի հզոր եք։ Բայց ինչի չեք գրում։ Երկու հոգի գրել էր, կներեք այս հարցի թեմայով։ 1918 թվականից մինչև 2018 թվերի կրթությունը ստացած հայհոյանքներով դաստիարակված ժողովուրդը ինչպես պիտի կառավարի։ Նախ թերի չի լինում կրթությունը, այլ լինում են կեղծ դիպլոմներ, դա է խոսելուց երևում է, երևի իմ ես դիպլոմ չունեմ, ձեր ցավը տանեմ, ինձ դիպլոմ պետք չի, ես ոչ մի անգամ դիպլոմի չեմ ձգտել
Իմ խելքը ինձ բավականացրել է, որ ես կարողանամ իմ կյանքում ապրեմ, եթե խոսքը ինձ է վերաբերում։ Իսկ 1918-ից 98-ից 18 թվերի կրթություն ստացած հայհոյող մարդիկ դե ինչ ունենք, այդ ունենք, այսինքն ձեր ասածը ո՞րն է, թողենք նույն ճահիճի մեջ մնանք, չհամախմբվենք ու չկրթենք մարդկանց, բայց այս ամենը, որ մարդիկ այս ամեն ինչի մեջ մտնում են, էսի նաև կրթություն է, չէ՞։ Այսքան ինֆորմացիա ստանալ էսի կրթություն է, չէ՞։ Օրենք եք ընդունում քվեարկություն, եթե հասկանալի չի, մարդը պետք է մի հատ անալիզ անի, վերլուծի, սա ինչ է, մի հատ chat GPT-ով, մի հատ Google-ով, մի հատ այս հարցերը ինքը միջև իրան հասկանալի չդառնա, ինքը չի քվեարկում, բա դա կրթություն չի։ Կրթությունը ո՞նց է անում։ Թե Աննա Հակոբյանի նման ասեն կրթությունը նորաձև է ու վсё։ Կրթությունը նորաձև է, շատ ուրախ լավ միտք է, բայց կրթության հետ մեկտեղ դու պետք է տաս այն կրթությունը, որ պահանջվում է իրան։ Խնդրեմ, սա է իրականությունը, թող բոլորը կարդան, տենան ինչ է պահանջվում իրանից, որ ինքը որոշում կայացնի քվեարկի։ Սա հենց թիվ առաջի կրթությունն է։ Մենք մտքի փոփոխություն ենք բերում, բայց նոր քաղաքակիրթ հասարակություն ենք ստեղծում, հենց թիվ առաջինը դա լինում է կրթությունը, յուրաքանչյուրի մոտ։ Տեխնոլոգիաների միջոցով մենք համախմբվում ենք ու բոլոր խնդիրները լուծում ենք, ում անհասկանալի հարցեր է լինում, ինքը հենց այդ դրա միջոցով արհեստական բանականությամբ վերլուծում է յուրաքանչյուր խնդիր, որ հասկանալի իրան, ու նոր որոշում է կայացնում։ Ձեր ցավը տանեմ, դուք հզոր եք, ուժեղ եք, ուղղակի սկսեք, ժամանակ տա ակտիվանալու։ Ես արդեն մի ժամ չէ, մի ամիսա համարյա հեսա կրնի գորգորում եմ, չեմ գորգորում, բացատրում եմ ճիշտ ասած, գուցե ժամանակը քիչ ավելի է, շատ ժամանակ պետք, բայց դե այն մարդիկ, ով հասկացել է, կներեք, ով հասկացել է գաղափարի իմաստը, խնդրում եմ, սկսեք ակտիվացեք, որովհետև այս ապագան մեր բոլորինն է։ Սա մեր բոլորի ապագան է։ Եթե դուք իրականում հասկանում եք այս ամենը, որ սա իրականում մեր ապագան է, ու մենք ինչ քայլեր ունենք անելու, ոնց ենք մենք հասնում իշխանության, ոնց ենք մեր համակարգը ներդնում, այդ ամենը ուրեմն սա այս ամենը իրականում քոնն է, դու արդեն հաղթել ես, դու պրծել ես ստրկությունից, իրականում դու պրծար ստրկությունից, դու արդեն գիտես, որ դիմացդ հաղթանակ է, մնում է այդ շատացնես, ինչքան կարողանաս մարդկանց ազատես ստրկությունից, գաղափարը ցույց տաս իրանք հասկանան այս ամենի ինչը, որտեղ սա մեր մի նոր կյանքն է։ Կա արդյոք վստահություն, որ ժողովուրդն ավելի լավ կկառավարի երկիրը, քան ներկայիս իշխանությունը, 91%-ով այո։ Վիրտուալ խորհրդարանը ոչ միայն գաղափար է, այլ իրական հնարավորություն ժողովրդին վերադարձնելու իր իշխանությունը, այն թույլ է տալի յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել երկրի կառավարմանը, 84%-ը այո է։ Ով է պետ վերահսկի բյուջեն, ժողովուրդը քվեարկությամբ վերահսկում է 68%։ То есть դուք ամեն ինչը լավ եք հասկանում, ինձնից էլ լավ եք հասկանում, բայց դուք հələ երևի վեր եք լուծում, վերլուծեք, մենք ստեղ միայն ապագան ենք տեսնում, սա է տարբերությունը, մենք վիրտուալ խորհրդանում կառուցում ենք ապագան, կառուցում ենք նոր համակարգը, թե ոնց ենք ապրելու, то есть ծրագրավորում ենք, մենք ոնց ենք առաջ գնալու ու ինչեր ենք անելու։ Եթե ներկա համակարգում քաղաքացին
չգիտի ինչ անի, ոնց անի, ոնց ստե մենք ամեն ինչը ստե ներկայացված է, մեր գաղափարը ամեն ինչը ցույց է տալի մարդուն։ Թե ինչ ուղղությամբ ենք մեր գնում, ինչ գաղափարներ ենք մենք ընտրում, ոնց ենք ապրելու, ինչ ձևի համակարգ ենք մենք կառուցելու։ Այս ամենը 10 մատից նման թափանցիկ դրած է, որ մտնում եմ մեկ ժամանակ եմ ունենում ու քվեարկությունները հերթականություն նայում եմ, ես լսում եմ ժողովրդի ձայնը, իրոք լսում եմ։ Սա մի հզոր մի հատ չեք պատկերացնում սա ինչ է։ Սա մի հատ փիլիսոփայություն է, դու հասկանում ես իրականում մանրակ ու տենում ես բոլորին։ Թեկուզ կոմպյուտերի դեմն ես, բայց իրականում տենում ես այդ մարդիկ ինչ են կամենում ու ոնց են ուզում։ Չեմ կարող այս ամեն ինչ ես մեջիցս արտահայտեմ ձեզ փոխանցեմ, բայց իրականում սա մի հատ մեծ փիլիսոփայություն է։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, դուք ամենահզորն եք։ Դուք ամենահզորն եք։ Ուղղակի միացեք իրար հետ, սկսեք շփվելը ձեր ցավը տանեմ։ Հենց դուք սկսեցիք իրար հետ շփվելը առանց անպատվելու, քաղաքակիրթ, իրար լսելը ձեզանից էլ հզոր մարդ չի ունելու։ Ստեղծեք այս ամեն ինչ, արդեն ձեր դեմը դրած է, այդ ամեն գործիքները ստեղծած է։ Կշատանանք մեր առանձին հավելվածը կսարքենք, YouTube-ից կհելնենք, մերը կունենանք ու վсё։ Սա ժամանակավոր է, բայց հետագայում մենք ավելի կկատարելագործենք, մենք ինչ ձև ենք ուզում, բայց դրա համար դուք պետք է այս ամեն ինչի հիմքը տակ բարձրացնեք, ժողովրդի մեջ տարածեք։ Մենք ուր ենք եթում, ինչ ենք առաջարկում մարդկանց։ Դրա համար շատ կարևոր է յուրաքանչյուրդ ամեն օր մեկին, ամեն օր մեկին, ամեն օր մեկին, դա մինիմումը պետք է լինի, այսինքն 1-ը 2 դարավ, 2-ը 4, 4-ը 8, մենք պետք է տարածվենք։ Մենք պետք է տարածվենք, որ մենք փոխենք խաղի կանոնները։ Էլ չի կարող ասեն շարունակվի։ Ժողովուրդը պետք է փոխի խաղի կանոնները, ոչ թե անհատները, այլ ժողովուրդը։ Դուք ձեր ձայնը, ձեր պահանջը պետք է բարձրացնեք։ Դուք պետք է ցույց տաք, որ դուք իրականում ժողովուրդ եք, դուք ազգ եք, դուք ունեք ձայն, կարծիք, պահանջ եւ կատարում եք ձեր որոշումները։ Սա է ձեր բոլորի դեմը։ Շնորհակալություն։ Այսօր էսքանը երևի հերիք է։